Երբ որ նոյեմբերի 9-ին դու լինելով երկրի ղեկավարը, վարչապետ, ստորագրեցիր այդ փաստաթուղթը, դրանից հետո ադրբեջանցիները ոչ մի ձև չէին համակերպվում հրադադարի հետ։ Չգիտեմ խի, դեկտեմբերի կեսերին, թե 19-ին դու մեկ էլ որոշեցիր, որ պետք է տաս Զանգելանի այդ ուղղությունը եւ փաստացի թողեցիր, որ ադրբեջանցիները մոտենան հայկական սահմանին, ստեղծեցիր մի իրավիճակ, որ դրանից հետո Լաչինի գրավելը ընդամենը տեխնիկական հարց էր, որը եւ տեղի ունեցավ եւ ապագայում Արցախը հանձնեցիր։ Բացի դրանից ադրբեջանցիները պարբերաբար խախտում էին հրադադարը։ Ի վերջո մայիս ամսին մտան Սև լճի տարածք եւ ամեն ինչ անում էր, որ ադրբեջանցիները մնան այդ տարածքում։ Երբ որ ես քեզ զեկուցեցի, որ հրետանին հանել ենք եւ պատրաստ ենք կրակելու, ճիշտ է դա եղավ մի 3 օրից, թեխի միջև այդ ոչ մեկ ոչ մի բան չէր անում, ես չգիտեմ, դու ինձ ասեցիր, որ դա հակասում է պայմանավորվածությանը եւ հրաման տվեցիր դադարեցնել, որի արդյունքում մենք տեսանք, որ թուրքերը մնացին Սև լճի տարածքում եւ միայն դու ես։ Ես շատ բաներ չեմ հրապարակում, ասեմ ձեզ, որովհետեւ այդ գաղտնիք է։ Որոշ բաներ գաղտնի են։ Ես հրապարակում եմ այն, ինչ որ կամ տեսել են ադրբեջանցիները, կամ կարելի է խոսել։ Ի նկատի ունեմ քարտեզները, որ հիմա կտեսնեք։ Դա գաղտնիք չի կարա լինի։ Որովհետև այդ փաստաթուղթերը քննարկվել է ադրբեջանցիների հետ։ Եվ թուրքերը մնացին Սև լճում։ Չնայած նրան, որ ես ամեն կերպ ճնշումներով, կրակելով դու ինձ դադարեցնում, կանգնեցնում էիր, որ թուրքերին հետ մղենք։ Երբ որ դարա պաշտպանության նախարար, ես քեզ պարբերաբար զեկուցում էի, որ մեր զինվորներին խփում են, սպանում են, վիրավորում են։ Ես սպանվածների անունները չեմ ուզում հրապարակել, չեմ ուզում ցավ պատճառեմ այդ ընտանիքներին։ Բայց վիրավորինը հրապարակում եմ, նայեք, Արցախում վիրավորված զինվորը, բայց դու ինձ հրաման ես տալի չկրակել։ Դրանից հետո սկսվեց Նախճիվանյան, այսպես ասեմ, էպոպեան։ Մենք Երասխի ուղղությամբ մոտ 900 մետր գտնվում էինք Նախճիվանի տարածքում, ըստ քեզ, այդ տարածքը խիչ է քանզնում, ես դրան հակասեցի եւ շարունակեցի կռիվը, ես ասեցի, եթե իրանք մենք պետք է դուրս գանք Երասխի ուղղությունից, խոսք գնում է Երասխի ուղղության մասին, որտեղ մոտ 20 օր շարունակվում էր կռիվը, ասեցի, եթե դուրս պետք է գամ հետ, թող իրենք էլ դուրս գան Բիչենեկից։ Դու էլի կանգնեցնում էիր, ընկնում էիր հիստերիայի մեջ եւ նման դավաճանությունը ամեն օրվա օրոք շարունակվում էր։ Ոչ մի բան հայկական նպատակներից դու չես խոսել երբևիցե եւ չես արել։ Երկու ասֆալտ ես փռել գյուղերում, մեկ էլ ասում ես Եվրոպայում պայմանավորվել ենք, հեսա մեր ծաղիկները կտանեն Եվրոպա։ Այդ երկու օրում կարար Եվրոպայում պայմանավորվել ծաղիկները տանեին, բայց մի տարիք էինք վեր ընկած։ Մի տարի առաջ անեիր, ես շարունակելու եմ։ Մյուսին իմ հրապարակման ժամանակ կհրապարակեմ բաներ, որ սաղ ազգը կհասկանա դու խես այդպիսին, խես այդպես արե, ինչես ամերիկացուն բերե մեր ընդերքը տվե ամերիկացուն, եւ այլը, եւ այլը, եւ այլը։ Եվ ապշե ում վրա ես աշխատում եւ ում ես ծառայում։